Բարև ձեզ, սիրելի բարեկամներ, եթերում ընտապանի քննարկում հաղորդաշարն է եւ մենք այսօր զրուցելու ենք քիմիական գիտությունների տեխնացու Հայաստանի Հանրապետության ռազմաարդյունաբերական ձեռնարկություններից մեկի հիմնադիր ղեկավար Աղասի Վարդանյանի հետ, ողջունում եմ պարոն Վարդանյան։ Բարև ձեզ։ Հայաստանում բազմաթիվ խնդիրներ կան։ Եվ մենք սովոր ենք այդ խնդիրները բացատրել տարբեր ձևերով, բայց հիմնականում բոլոր այդ ձևերը բերում են նրան, որ այդ խնդիրները բացատրվում են օբյեկտիվ պայմաններով, շրջափակումներով, ես չգիտեմ, պատերազմով եւ այլն, բայց եթե վերլուծում ես, տեսնում ես, որ այդ խնդիրների ճնշող մեծամասնությունը կապված է պարզապես վատ կազմակերպվելու ինքնակազմակերպման որակների բացակայության մեջ եւ քանի որ երկրի ղեկավարությունը այսպես քաղաքական ղեկավարություն է այդ տնտեսական բնույթի կամ կազմակերպչական բնույթի խնդիրները չգիտես ում վրա բարդես, որովհետեւ սովորաբար նման ուղերձները, նամակները մնում են անպատասխան։ Եվ այսօր ես կուզենայի մենք խոսենք մեր որակների մասին, կազմակերպչական որակների, գիտական որակների, արդյունաբերական որակների մասին, ինչու այդպես էլ մենք չենք կարողանում հաղթահարել այս ես չգիտեմ մի քանի տասնամյակ շարունակող անցումային շրջանը եւ փոխանակ կարողանանք բավականին լավ ստարտայից պայմաններից ուրեմն գնանք եւ գոնե հավասարվենք զարգացած երկրներին, մենք մնում ենք յետևում, միշտ մնում ենք այսպես կիսա զարգացած, կիսա կազմակերպված, միթե այդ կազմակերպման ճիղը կամ ներքին դիսցիպլինան հատուկ չեն հայերին, որպեսզի հայերը կարողանան այս ամենը կազմակերպել։ Գիտեք, պետության ֆունկցիաներից մեկը այն է, որ հստակ հայեցակարգ մշակի տարբեր բնագավառներով։ Վերջին հաշվով մենք ինչ ենք ուզում։ Մեր մոտ դա չկա։ Ամեն իշխանություն փոխվելուց փոխում է ամեն ինչ։ Անցած հաղորդման ժամանակ ես ասացի, որ մեր մոտ ռազմական բնագավառում հայեցակարգ չկա, որովհետև ասենք, չգիտենք, ինչ ենք արտադրելու, ինչ պետք է արտադրենք, այդ հայեցակարգ չլինելու պատճառով պետության հսկայական գումարներ փոշի անում են, ասենք, ինչ որ թեմա եմ ղեկավարել, բայց դրա համար ասենք բավական մեծ գումարներ է ծախսել, բայց դրա համար հումքեր էր պետք կոնկրետ, որի համար նախատեսված էր հոսքագիծ բերել, հոսքագիծը չբերվեց, պետության գումարները գնացին, եւ այդպես շարունակ բազմաթիվ թեմաներ արվում են, պետության գումարները ծախսում են, նպատակին չեն հասնում, որտեվ ամբողջական չեն, դա ինչ որ ծրագրի մի կտոր է, այսինքն ամեն տեղ պետքա մշակվի կոնկրետ ծրագիր, երկրորդ բնագավառը, որի հետ ես անմիջական առնչություն ունեմ, դա ճանապարհաշինությունն է, երբ որ 2010 թվականին վերջապես ինձ վտարեցին, այսպես ասած, կամ հանեցին թեման վերցրին, այդ ժամանակ պատրաստում էի զրահատեխնիկայի հենքային սահանիններ, պետական փորձարկումներ, դաշտային փորձարկումներ անցավ, համոզվեցինք, որ ռուսականից ավելի բարձր որակ ունի, Ինչը, խոսքը ասֆալտին է վերա։ Չէ, ավտոմեքենան ասում ինչի ասֆալտին անցել, հոսքային սահանիններ էի սարքում, հենքային սահանի կատոկ մեծ։ Հետո պարզվեց պետք է տան ուրիշներին։ Ինձ պատվերից զրկեցին, պատմություն նորից է կրկնվում, այսինքն այդ բանը չկա, կայունությունը չկա, որովհետև չկա հստակ ծրագրեր։ Բայց մյուս կողմից էլ այդ մրցույթը կարծես թե պետք է խթանի այդ բանը, որ այդտեսեք մրցույթը եւ լավագույն դե հաղթում, ասենք, դուք ձևակերպեցիք մեկից վերցրեցին, մյուսին տվեցին։ Իրականում process-ը այդպեսին չէ, կան այլ խտարարություն։ Կա ինչ որ հանձնաժողով, որը որոշում է թե
այդ մրցույթով պիտի հաղթի կամ ինչ։ Ինչ է խոսում, ինչ մրցույթ։ Ուղղակի վերցել են, տվել են ուրիշի։ Մրցույթ չկար այդ ժամանակ, այդ աշխատանքը ես էի անում։ Ոչ մի մրցույթ էլ չկար, ուղղակի որոշեցին, որ մեկի բարեկամ ավելի լավ է, որ մեկի բարձր պաշտոնյայի բարեկամը անի։ Հիմա նույն վիճակն է, ասենք, ըստ երևույթին, անցած անգամ որ խոսում էի, ըստ երևույթին որոշել են ինչ որ ուրիշի տալ այդ գործը, պարզապես։ Եվ դու, ասենք, մեր պետության պաշտոնյաների դեմ որևէ գործիք չունես, ուզենում ինչ ուզենում անում են։ Շատ լավ, ուրիշին տալ, այդ նշանակում է այդ ուրիշն էլ պետք է ունենա համապատասխան որակավորում, ունենա այդ բնակավարի փորձ, թե ընդհանրապես բարեկամ լինելը բավական է։ Գիտեք, այստեղ կարող է ուրիշ ֆակտորներ են հաշվում, կոնկրետ իմ դեպքում ես մեծ փորձ ունեի այդ բնակավարում, գիտահետազոտական մաս եմ արել իմ հաշվին, հետո փորձակոնստրուկտորական եմ արել, հետապ եմ անցել, ստորագրությունները հավանության արժանացել նախարարների կողմից այդ этаպը, դրանից հետո վերցնել։ Դուք այսպես անցակ մի անգամից, ես գիտեմ ինչի մասին է խոսքը, որովհետև մենք հաղորդում ենք արել, բայց հեռուստատիտողների մեծ մասը, որը հիմա նայում է մեր հաղորդումը, չի հասկանում դուք ինչ եք ասում։ Բացատրեք, խնդրեմ ավելի բարձր։ Պատրաստում էի փոքր հեռահարության տեխնիկայի պաշտպանության համալիր, փոքր հեռահարության, այսինքն ինչ էր դրա իմաստը, որ ժամանակակից այս խոցող միջոցները, որ պատուհաս են դարձել, այդ երևում է նաև ռուս-ուկրաինական պատերազմում, այսինքն այդ դրոնները, ժողովրդական լեզվով ասած, հարվածում են վերևից, ասենք իսրայելական թանկարժեք $7 միլիոն մերկավատանկը պաղեստինցիները խփեցին դրոնից բաց թողնված մի հատ մարտագաղթիկով։ Եվ այդ տեղադրված $5 միլիոն պաշտպանական համակարգը չաշխատեց։ Այսօր այս պատերազմի պայմանները փոխվել են, մեր դեպքում էլ ասենք 20 թվականին տեսանք, որ այդ պաշտպանությունը անպայման պետք է։ Տրամաբանությամբ 20 թվականից հետո պետք է համապատասխան միջոցներ ձեռք առնեին, ասեին դա պետք է ունենալ։ Այսինքն ծրագիր արվեր ու առաջարկվեր, բայց չէ, մեր մոտ չի արվում։ Ամեն դեպքում պաշտպանության նախարարության կողմից կամ բարձր տեխնոլոգիայի կողմից չարվեց դա, ներկայացվեց։ Այսինքն խնդիր չդրվեց, չարվեց, եկեք ես հարցերը ուղղակի բացեմ, էլի։ Չարվեց ինչ է նշանակում, չնախաձեռնվեց։ Չէ, ուղղակի պետք է տենդեր հայտարարվել, մրցույթ հայտարարվել, որ այս ձև բան է պետք, ով կարող է լավը մշակի։ Իսկ երբևէ նման տենդերներ հայտարարվել են։ Գիտեք, մի անգամ փորձեցին իմ պատրաստած նախագիծը ներկայացնել մրցույթի, բայց քանի որ իմ պատրաստած է։ Ասեք, այդ ուրիշ բան է, երբ որ դուք դիմում եք, ասում եք, այ ես սա ունեմ, սա սարքել եմ, սա հնարել եմ, եւ հետո էլ մարդիկ ասում են, հələ մի հատ պիտի մրցույթի մասնակցես, որ քեզ խոհարածը քեզ տա։ Բայց ես ուզում եմ ուրիշ բանի մասին խոսել, ասենք մրցույթ կամ ասենք ցանկ, բաների կողմից անհրաժեշտ սարքավորումների, ես չգիտեմ, նորարարական լուծումների, որոնց հիման վրա, ասենք գյուտարարները, գիտնականները գնան, ասեն, այ մեր բանակին անհրաժեշտ է այսպիսի բան, գնամ ես այս հայտը տամ, փորձեմ ես պատրաստել։ Ցավոք սրտի շատ ցավում եմ դրա համար, մեր մոտ դա չկա։ Ասում եմ, այդ ակնհայտ դեպքը, որ մենք տեսանք, ինչ սարսափելի հետևանքներ ունեցավ այդ անպաշտպան տեխնիկան, այսինքն մեր տեխնիկայի մի հսկա հատված անցավ Ադրբեջանին, անվնաս վիճակում, տանկեր, այդ դեպքում չեն հայտարարել մրցույթ։ Ես չգիտեմ ուրիշ ինչ դեպք, չգիտեմ դեպք չեմ իմանում։ Շատ լավ, որպեսզի հասկանանք եւ բացենք այս թեման, եկեք այնուամենայնիվ մոտենանք հարցին այսպես։ Դուք վերլուծել եք այդ պատերազմի արդյունքը, եկել եք այն եզրակացության, որ ուրեմն Հայաստանի բանակին, տեխնիկային պետք է հակադրոնային պաշտպանություն, ճիշտ է։ Այո, շատ ճիշտ է։ Բայց որևէ մեկը հակադրոնային պաշտպանության համար որևէ տենդեր չի հայտարարել։ Իհարկե ոչ, տենդեր չի եղել։ Շատ միակ պատրաստողն եմ եղել։ Բայց երբ որ ինչ որ էտապ անցել եմ, արդեն հետաքրքրություն առաջացել երևի
այլ մարդկանց կողմից, որտեղ ապացուցել է, որ դա աշխատող է, եւ հետո մեր բարձր պաշտոնյաները բարձր տեխնոլոգիայի նախարարության, արտադրության նախարարության որոշեցին, որ ավելի լավ է ուրիշին տանք ու բերեցին հիմնավորում, որ ուշացրել ենք։ Միջև հիմա չեմ հասկանում, ինչից ենք ուշացել։ Այդ արտադրանքի պահանջարկը կա, ինչ ա եղել, ինչի չենք անում։ Վաղը Աստվածչանի պատերազմի նորից մեր տեխնիկան հզոր միջոցից վերածվել է դագաղի։ Ուղղակի թողնելու են փախնել, չեն նստելու։ Որտեղ տեխնիկան վտանգ է ներկայացնում։ Մարդը եթե նստած է զինվորը տեխնիկայի մեջ, թշնամուն ասում է, որ ինձ խփեք։ Իսկ եթե դաշտում է, գոնե փրկություն ունի։ Տեխնիկայի մեջ փրկությունը 0 է։ Իսկ սարքում ես նորմալ միջոց, իրանք ասում են, չէ, ավելի լավ մեր տղեկ կանեն։ Մենք նորից վերադառնում ենք այդ թեմային։ Աշխարհում դրա պաշտպանությունը գոյություն ունի։ Գիտեք, պաշտպանություն կա, բայց այդ նախատեսված եղել նախկին խոցող միջոցների դեմ։ Այս որ նոր մեծ քանակով հայտնվել են դրոնները, այս ժամանակահատվածում, դրանց դեմ չեմ պաշտպանում, ասենք Ես խոսում եմ դրոնից պաշտպանության համաշխարհային այլ բանակներում միջոցներ։ Դժվար թե բանակները, ասենք, ինչպես ԱՄՆ-ն կամ ասենք Իսրայելը կամ ուրիշ բանակներ ունենան դրոններ եւ չմտածեն դրոնից պաշտպանելու մասին։ Դրոնից պաշտպանելու տարբեր ձևեր կա, ասենք ռեփ միջոցներ ա կոչում, ռադիոէլեկտրոնային պայքարի միջոցներ են անում, կարակում են եւ այլն, տարբեր միջոցներ կա, տարբեր 12 բաներ կան, մշակումներ կա, բայց որ նայեք, ես շատ եմ նայում ռուս-ուկրաինական պատերազմը, կտեսնեք, որ տեխնիկան պաշտպանված է ինքնաշեն կառուցվածքներով։ Ասենք ինչ որ վերևը ինչ որ բան է սարքում, որ պայթունը հեռու լինի, տեխնիկային չվնասի։ Ու ասենք ის բանը Ամերիկան Ուկրաինային տվեց իր լավագույն տանկը Աբրամս 11 միլիոն դոլար արժի, իսկ այդ տանկը դրվի դաշտ չեն անում, ինքը ծառայում է որպես թնդանոթ։ Սարքել են ինչ որ փոս, որի մեջ ապահով տեղադրել են, կրակում են։ Այսինքն չգիտեմ ինչի չկա էլի, դե լիներ։ Հիմա մենք որ մշակել ենք, հաշվի ենք առել նաև տեխնիկայի վերջին նվաճումները էլի, կոնկրետ որ այս 20 թվից հետո արտադրված դետալների հիմքով ենք սարքել, դրա համար մերը եւ որպես գիտնական հաշվի եմ առել, ասենք ինչ թերություններ կա, ինչն է վատ, ինչն է լավ, սարքվել է, նորմալ աշխատող բան կլինի։ Կասկած չկա, որ փորձարկում էլ անցել տարբեր ձևերի։ Հիմա ինչ է պետք, որպեսզի ձեր նորմալ մշակումը, ինչպես դուք եք ասում, հասնի բանակ եւ պաշտպանի Հայաստանի Հանրապետության տանկերը եւ տեխնիկան։ Պետք է որ համապատասխան պաշտոնյաները չխանգարեն, իրանց գործառույթը անեն, իրանք աշխատավար։ Ում նկատի ունենք։ Բարձր տեխնոլոգիական նախարարության եւ ՌԱԿ կոմիտեի, ռազմարտության կոմիտեի պաշտոնյաները իրանց կանոնադրական պարտավորություններն ամեն գնով աջակցել, իսկ իրանք ամեն գնով խանգարում են։ Եվ չեմ հասկանում ինչու են տեսնում այդ խանգարելը։ Ամեն տեղ տեսնում, ասենք կոնկրետ ուշացումները իրանց կողմից կազմակերպվեց, ամեն ձևով։ Ինչ բանա ուշացումները իրանց կողմից կազմակերպվեց։ Դա ասենք իրանք պետք է մի հատ փաստաթուղթ համաձայնեցնեին, էտապը հանձնելու համար ուշացրին։ Հետո ուշացումից հետո որ պետք է փուլը ընդունեին, 15 օր ժամկետ է տված։ Ասենք համապատասխան փաստաթղթերը որ 15 օրում պետք է անեին, ձևավորեցին հանձնաժողով, երկկողմ, չգիտեմ ինչ, ամիսներով քննություն արին, հետո դրանից հետո երբ որ ընդունվեց, այլ լրիվ անհասկանալի կասկածի տակ դրին, ասենք երկու նախարարների կողմից ստորագրած ակտը նորից ստուգումներ արին, կասկածի տակ դրեց, ասենք կոմիտեի նախագահը իր ստորագրած տեխնիկական առաջադրանք համաձայնեցված, դրա վրա սկսեց կասկած, ամիսներ տևեց, հետո էլ ասին չէ, պետք է պայմանագիր լուծենք, ուշացել է։ Ով է մեղավոր, դու ես մեղավոր, ուրիշն է մեղավոր, ուշացել է։ Ինչից է ուշացել, հասկանալի չի։ Դա ուղղակի ես վարչապետին եմ տեղեկացրել, շրջանական ակտ։ Ռազմարտությունաբերության ոլորտը կարող ենք համարել, որ շատ այսպես խիստ զգայուն թեմա է, որովհետև ակնհայտ է, որ մեր պետությունը գտնվում է ճնշման տակ
եւ ըստ երևույթին չի ուզում ցույց տա, որ զբաղվում է ռազմարտունաբերությամբ եւ ընդհանրապես զենքի կատարելագործումներով, գուցե եւ այդպես է, ես չգիտեմ, ես ենթադրում եմ, բայց դա թողնենք, բայց չէ որ մենք ունենք բազմաթիվ այլ խնդիրներ, որոնք որ չեն լուծվում էլի կազմակերպչական ունակությունների հետևանքով։ Ես նկատի ունեմ ամենահասարակ կենցաղային, ասենք օրինակ ճանապարհների շինարարությունը։ Այդ հարցով ինձ շատ մոտ հարց է, ես դրանով զբաղվել եմ, երբ որ թողեցի պաշտպանական գործերով զբաղվելը, մոտ 10 տարի զբաղվել եմ, Ռուսաստանում եմ ունեցել ստանդարտ, այսինքն թույլտվություն, որ մեր մշակած ասֆալտի որակի լավացնող նյութը կիրառվի եւ Ամերիկայում պատենտ։ Եվ այդ ժամանակահատվածում ես հասկացել եմ, որ Հայաստանում գործունեություն ծավալում են բավական հին ստանդարտներով։ Հիմա հին ստանդարտներ, հին ստանդարտներ են։ Բայց ինչ որ ստանդարտ կիրառվում է։ Դե ասում են, որ կիրառում ենք, բայց որ նայում եմ, որ ճանապարհը 6 ամսում քանդվել է, ասենք ձնհալից հետո ճանապարհը գնում եմ, ամեն բան ճիշտ չի, շատ բան ճիշտ չի, դա չի կարող ճանապարհը ձնհալից հետո քանդվել, ուրեմն լիք խախտումներ կա, եթե նույնիսկ անեին, ասենք, այդ հին ստանդարտներով նորմալ պահպանեին, ստանդարտները էլի այդքան շուտ չէր քայքայվի, իսկ իրանք անում են շատ բանով, շատ խախտումներով են անում, ըստ երևույթին։ Մենք, ես Ամերիկայում ծանոթացել եմ Սերժի Ամիրխանյանի հետ, ամերիկյան պրոֆեսոր, այդ ճանապարհաշինության գծով, ինքը Ամերիկայի լավագույն մասնագետներից է եւ ընդհանրապես եղել է համաշխարհային բանկի փորձագետ։ Այդ որպես համաշխարհային բանկի փորձագետ առաջարկել է իր օգնությունը 2010 թվականին եկել է Հայաստան, առաջարկել իր օգնությունը, բայց ստերեոյթին օգնությունը չի ընդունվել։ Հիմա նորից պատրաստ է իր օգնության ձեռքը մեկնել, ինչ ենք ուզում անել։ Հիմա Ամերիկայում կիրառում են նորագույն ստանդարտներ, սուպերպեյվ, ուզում ենք ներդնել Հայաստանում։ Այդ ստանդարտները հաշվի են առնում ամեն ինչ, ասենք, եթե հին ստանդարտով բիտումի որակը ստուգում ենք, ասում ենք լավ է, նոր ստանդարտով ստացվում է ընդհանրապես լավը չէ, այդ բիտումը չի կարելի կիրառել, հասկանում եք։ Այսինքն մենք առաջարկում ենք այդ վերել լաբորատորիա, պատրաստել մասնագետներ, շատ կարևոր է, եւ այդ դեպքում, ասենք, եթե արվի այդ ստանդարտով ունենանք սերտիֆիկացված լաբորատորիա, մեր կողմից պատրաստված մասնագետներ, մենք ճանապարհի խնդիրը կարելի ասել կլուծենք։ Եվ պետության բյուջեն հսկայական օգուտներ կստանա։ Եթե հիմա ճանապարհը ծառայում, ասենք, 1 տարի, 2 տարի, 3 տարի, դեպքում մի քանի անգամ լավ, ընդունենք 50% երկար կծառայի։ Եթե ծախսում ենք, ասենք, տարեկան 150 միլիարդ դրամ, ընդունենք դրա կեսը ունենանք խնայողություն։ Եվ այդ խնայած փողերով կսարքենք նոր ճանապարհներ, ոչ թե հին ճանապարհներ նորից կվերանորոգենք։ Բացի այդ, ասենք, վարորդների համար պրոբլեմներ ստեղծում։ Հետո ես նայում եմ, ասենք, Հայաստանում օգտագործում է միայն մի տեսակ բիտում։ Պարսկաստանից բերված, որը մեր իմ հարգարժան ընկեր պրոֆեսորի կարծիքով Ամիրխանյանի այդքան էլ լավը չի։ Իսկ հիմա այս նոր ժամանակներում կախված ճանապարհի որակից օգտագործում է տարբեր որակի բիտումներ, այսինքն կա հասարակ բիտում գաղափար, որ գործարին ստացվում լավացված եւ մոդիֆիկացված։ Մենք, ասենք, օգտագործում ենք միայն մի տեսակը։ Երբ որ, ասենք, հյուսիս-հարավ ճանապարհի հատվածներ կա, որտեղ բավականին շոկ է համառը եւ ծանրակաշ ավտոմобիլների մեծ քանակ է գնում, այդտեղ սովորական բիտումով ճանապարհը շատ շուտ կքանդվի։ Հիմա մենք դիմել ենք վարչապետին, նամակով դիմել ենք, մեր ծառայություններն են առաջարկել, սպասում ենք պատասխանի։ Ինչ նախանկարում, որ այդ ձեր ասած Բուկայ գործիչը եւ դուք այդ գործունեությունը անեիք առանց պետական բանի։ Այսինքն այդ լաբորատորիան հնարավոր չի բերել Հայաստան առանց պետական համաձայնության։ Իհարկե հնարավոր չի։ Պետությունը պետք է, ասենք, այդ
փոխի իր ստանդարտները, համապատասխանեցնի նոր մեթոդներին եւ բացի դրանից ասենք պետությունը ինչու պետք է փոխի այդ ստանդարտները, եթե դրա այդ ստանդարտներով արտադրելու կարողություն չունի այս պայրությամբ։ ստանդարտներով արտադրելու Մենք կարող խոսում ենք ոնց որ հավը եթե ձուն առաջինը որ չէ, ստանդարտներով աշխատելու կարողություն ունենք։ Այդ ստանդարտները ոչ մի բան չի խանգարում, ուղղակի պետք է ունենալ լաբորատորիա, ունենալ մասնագետներ։ Շատ լավ։ Պետության շահագրգռվածություն, որ եւ ոչ միայն պետություն, մեր շահագրգռվածություն, որ գումարները չփոշիանան, նպատակին ծառայեն։ Այսինքն, եթե այդ լաբորատորիան գալիս է, այդ գումարը փոշիանում է, եթե պետությունը շարունակում է նույն ձևով կառուցել։ Հա, եթե պետությունը այդ լաբորատորիան չի պատվիրում նորմալ ասֆալտի բաղադրություն ընտրելը, նորմալ ասենք բիտումի որակի ստուգելը, ինչ լաբորատորիան իր համար կաշխատի ոչ մի բանով չի օգնի։ Դա պետք է մտնի պետական համակարգի մեջ։ Այդ լաբորատորիայով պետք է անցնի ամեն ինչը։ Իսկ դուք տեսնում եք այդպիսի հնարավորություն։ Դե հնարավորություն իհարկե տեսնում են, դա ինչի մենք հատուկ երկիր ենք, բոլոր տեղերում անում են դա։ Բոլոր տեղերում անում են, բոլոր երկրներում անում են, եթե խնդիր է դրված ունենալ նորմալ որակի ճանապարհ, դա պարտադիր է անել։ Եթե խնդիր է դրված, որ ասեն, այս տարի կառուցեցինք 500 կիլոմետր ճանապարհ ու դրանով ուրախանանք, դեռևս չեն անի։ Այսինքն խնդիրը պետք է լինի դրված լինի, որ հնարավոր այսօրվա Շատ լավ, գիտեն մեր համապատասխան պետական ծառայության մարմիններում, որ այդպես է պետք անել, ոնց որ դուք ասում եք։ դիմենք Չէ, ասենք որ պետք է ասենք, օրինակ ով պիտի ձեր կարծիքով մեր պետական ապարատում խնդիր դնի բետոնի որակը բանի ճանապարհների որակը լավացնելու։ Ում լիազորությունների մեջ։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության մեջ կա ճանապարհային դեպարտամենտ, որը անմիջական այդ գործերով Դուք ունեցել եք իրանց հետ կոնտակտ։ Հա, իրանց հետ ունեցել եմ կոնտակտ։ Դե խոսեցի, որ մենք համապատասխան ստանդարտներ չունենք։ Չնայած մենք պետություն ենք, եթե պետքա ստանդարտ էլ պետք է ունենանք։ Թե պետություն չենք։ Եթե պետություն Դուք իրենց այդ հարցը տվել եք։ Այո, ասեցի, եթե Ինչ եք ստացել պատասխան։ Ձեր ստացել եմ պատասխան, դե լավ, բերեք փորձենք միտեղ, հետո կնայենք, այդ ձևով գործ չեն անում։ Դիմել եմ գործարանները, հետո հասկացա, որ այդ ճանապարհը ճիշտ չի։ Պետք է ունենա, ոնց որ ասած, գցում եմ մեր վրա։ Գնամ կանենք, հետո կասեն դե լավ, պետք չի։ Իսկ ռազմարտությունաբերության ոլորտում ինչ է այդպես չի։ Նույնն ամենտեղ ու ես չեմ հասկանում, էլի դա իմ համար անհասկանալի է։ Դա նույնն է, մի հատ բացատրենք մեր հեռուստադիտողներին ինչպես է դա։ Հասկանում եք, ես նախ ընդունված է նամակներին չպատասխանել։ Պայմանագրի կողմ է, չէ՞, դերում եմ նամակ չեմ պատասխանում, հարմար չի չեմ պատասխանում ու դրա համար պատասխանատվություն չկա, ազատ եմ դրանից։ Այդ ընդունված Բայց նորմա է։ կահորենք պետական մարմինները չեն կարող ձեզ մեկ շաբաթից իսկ որոշ դեպքերում 15 օրից ավելի ուշացնել նամակ։ Իհարկե չեն կարող։ Ես ունեմ մի տարվա հնության նամակներ։ Ոչ մի բան չի խանգարում։ Բացի այդ իրանց որոշումներում հղում չկա թե ասենք օրենքի որ հոդվածի վրա է, կառավարության որ որոշումն են հիմք ընդունում։ Ասենք կարող են հաշվարկած աշխատարները կրճատել ու չբացատրել թե ինչ են կրճատում։ Կամ բացատրել մարդիկ ասում են իրանք ներքին կանոնակարգ ունեն, որով առաջնորդում են եւ որի մասին մենք տեղյակ չենք։ Այդ հասկանանք աբսուրդի պահեր կա։ Վերջինը Այսինքն դուք համաձայն եք ինձ հետ, որ սա ոչ շրջափակման, ոչ ինչ որ արտաքին ճնշումների, ոչ այլ պարզապես ներքին կարգ ու կանոն հասկացնելու անկարողություն է։ Իհարկե եւ ոչ միայն անկարողությունը, այլ ցանկության բացակայություն է, որովհետեւ պետական պաշտոնյան ցանկացած գործունեություն որանում է, որոշակի ամեն գործունեություն ռիսկ է պարունակում։ Իսկ ռիսկ չի պարունակում, թե ինչ որ ոչ մի բան չեն անում։ Իսկ քանի որ գտնվում են ուժեղ հսկողության տակ, տարբեր մարդիկ աշխատում են ոչ մի բան չանեն։ Չանեն գլուխները հանգիստ ապրեն, հասկանում եք։ Միշտ է այսպես եղել։ Չէ, միշտ չէ այսպես եղել։ Ինչպես է եղել այդ դեպքում։ Այն դեպքում էլ ուրիշ է եղել։ Լեզու գտնելու տարբերակ է եղել այն դեպքում համապատասխան
ատկատի մեխանիզմա գործեն։ Այսինքն կաշառք։ Հա։ Կաշառքի մեխանիզմը, Հիմա կաշառքը վերացրել են, փոխանակ աշխատի մեխանիզմը, ընդհակառակը մեխանիզմը կանգնած է։ Շահագրգռվածությունը Կաշառք չի վերցնում, բայց կանգնած։ վարչապետն էլ ասեց, որ շահագրգռվածությունը վերացել է աշխատելու։ Բայց հասկանում եք, եթե գործ չցանում, ամեն ինչ լավ է։ Իսկ այդ բանը չկա, եթե մարդը չի աշխատում, չէ, պարտականություն չի կատարում, դրա համար պատիժ չկա։ Հա լավ չանեն։ Շատ լավ, առաջարկում եմ դուրս գալ կարճատև գովազդային դադարի, որից հետո կշարունակենք մեր եթերը։ Գովազդ է եթերում։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։ Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևանի եւ Զովունիի սահմանին գտնվող ալպիական թաղամասում սկսվել է 2, 3 եւ 4 սենյականոց բնակարանների նախնական ամրագրում։ Առաջարկում ենք նաեւ թաունհաուսներ արդեն պատրաստ եւ կառուցվող։ Բնակարանների արժեքները սկսվում են 50,000 ԱՄՆ դոլարից մինչև 140,000 ԱՄՆ դոլար, իսկ թաունհաուսներինը 160,000 ԱՄՆ դոլարից 170,000 ԱՄՆ դոլար։ Մանրամասների համար այցելեք մեր պաշտոնական կայք alpiakan.am կամ զանգահարեք +374 44 201 066։ Ամրագրում կարող եք կատարել մինչև ապրիլի 30-ը։ Ալպիական թաղամաս, ձեր նոր տունը Հայրենիքում։ Երևանն եք ուղարկում։ Օթանավով։ Երևանն են ուղարկում։ Ստեղ ուղարկում են, Երևանում ստանում են $1.99 Սենսացիա։ Այ սենսացիան է սա։ Ծրիա։ Իսկ ավտոմեքենաները կարող եք ուղարկել անհավատալի ցածր արժեքներով։ Նավով վճարում եք 1 արկղի համար, 2 արկղել անվճար։ Ասեք, Աշոտ դա ուղարկել։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ։ Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Շարունակում ենք մեր հաղորդումը,
քիմիական գիտությունների տեխնացու Հայաստանի Հանրապետության ռազմասյունաբերական ձեռնարկություններից մեկի հիմնադիր ղեկավար Աղասի Վարդանյանի հետ։ Շարունակենք մեր խոսակցությունը։ Հայաստանի Հանրապետությունը հիմա 100,000-ավոր քաղաքացիներ դժգոհ են ասֆալտի որակից։ Եվ սովորաբար ասֆալտի վատ որակը համարվում է հետևանք, որ էսեն կամ այն շինարարական կազմակերպությունը խնայելու համար այդ միջոցներ, այդ տենդերից ստացված միջոցների մի մասը գրպանելու համար համապատասխան կոմպոնենտներ չի օգտագործում կամ քիչ է օգտագործում եւ ստացվում է այդպիսի ասֆալտ, որը որ շատ արագ շարքից դուրս է գալիս։ Մյուս կողմից էլ մենք գիտենք, որ այդպիսի ձեռնարկություններ, ասֆալտանող ձեռնարկություններում չէ նաև այնպիսիները, որոնք որ որոշակի պաշտոնյաների հետ ինչ որ փոխկապակցված են եւ այլն եւ հենց դրանք են շահում տենդերները, այս իմաստով, այսինքն դա նաև փողի աղբյուր է այդ կազմակերպությունների համար, որոնք որ պիտի ասֆալտ անեն, եւ եթե հնարավոր լինի, ասենք ասֆալտ անել 10 տարին մեկ անգամ, այդ մարդկանց ձեռնտու է որ ամեն տարի արվի ասֆալտը։ Եթե շահագրգռված են, որ ասֆալտը շուտ շարքից դուրս գա, որպեսզի նորից պատվեր ստանան եւ նորից անեն։ Դուք չեք տեսնում այստեղ տրամաբանական կապ, ենթադրաբար, բայց կապ։ Վերջից սկսեմ, այդ մտայնությունը, որ ասենք իրենց հարմար որ ամեն տարի ասֆալտը քանդվի, իրանք նորից նորոգ են, այդ շատ սխալ է, որովհետեւ այդ խնայված միջոցներով կարելի է ուրիշ ճանապարհներ կառուցել։ Երկրում ճանապարհների կարիք շատ կա հիմա, ասենք Երևան քաղաքում։ Հա, բայց դուք խոսում եք պետական միջոցների մասին, ես խոսում եմ պետությունից արդեն հափշտակվող միջոցների մասին, տարբերությունը դա է։ Պետությունը նորմալ գործիքներ ունի, որ այդ հափշտակությունը թույլ չտա։ Ասֆալտը չեն արում, անելուց հետո չի ցնդում։ Ասենք մարդիկ վերցնում են նմուշառում են անում, նայում են դրա մեջ բաղադրությունը համապատասխանում է, թե չէ։ Եթե չի համապատասխանում, գումարը ուղղակի չեն վճարում։ Բայց դեպքում, այսինքն ինչ որ լաբորատորիաներ կան Հայաստանում, որոնք այդ չափումները կարող են անել եւ տալ դրա ինչ որ մասնագիտացված եզրակացություն։ Դա բարդ լաբորատորիաներ չեն դրա համար պետք, եթե կարելի այդ կարող երևի անում են, համոզված են որ կանեն, եթե չանեն ճանապարհը ոնց են ընդունում։ Այսինքն այդ բանի սխալը, բաղադրության սխալը էժանացում կարելի է տեսնել, հանգիստ ստուգել։ Երկրորդը նա է, որ մեր մոտ սահման անցնում են հումքեր, որոնք պիտանի չեն։ Այդտեղ մենք խնդիր ունենք։ Պատկերացրեք, բիտում է գալիս Պարսկաստանից, որը չի կարելի օգտագործել։ Ինքը չի բավարարում ստանդարտին։ Այն վերջին անգամ վարչապետը ասաց 10 ավտոյից 8-ը հետ են ուղարկել։ Կարող են երկուսն էլ լավը չէին։ Կամ այնքան լավը չէին, հասկանում եք, այդ պետք է երկրի սահմանից ներս չմտնի անորակ ապրանք, դա էլ պետության խնդիրն է, իսկ ժամանակակից բաները, ստանդարտների պահանջները ասում են, որ ասենք ավելի նուրբ չափումներ պետք է անել այդ բիտումի հետ, ոչ թե հին ստանդարտների, այսինքն պետք է ունենալ, այս լաբորատորիա ունենալ անհրաժեշտություն, որ կարողանանք ամբողջական ասել այդ սահման անցնող բիտում պիտանի է մեր գործերի համար, թե պիտանի չի։ Հին ստանդարտներով ամեն ինչ չի, որ կարող ես ասել, որ նա կարող է պարաֆինը շատ լինի նորմայից, ասենք մնաց ինքը ֆիզիկա բոլոր պահանջներին բավարարի, բայց ճանապարհը ճակճկի շատ արագ։ Հասկանում պահանջներ կա, որ պետք է բավարարեք բոլորը։ Ահա, ճիշտն ասած, այն ինչ որ դուք եք ասում, ես հասկանում եմ։ Բայց հիմնական հարցից պատասխանը ես չստացա։ Ձեր կարծիքով դա միտումնավոր է արվում, թե արվում է անզորությունից, անգրագիտությունից, անփութությունից եւ իրանց պարտականությունները լավ չպատկերացնելուց։ Որն է խնդիրը։ Խնդիրը նա որ ասենք մարդիկ գնում են մինիմալ դիմադրության ճանապարհով։ Եթե կարելի է այս ձևով անելու դա անցնում է, դա նրան այդ ձևով կարելի է գումար վաստակել, իհարկե չեմ մտածելու, որ
պետք է լավ անել։ Ինչ որ դուք նշեցիք, դա բիզնեսի, սովորական բիզնեսի ճանապարհն է, սովորական բիզնեսն էլ է իր ճանապարհը հարթում ամենակիրճ դիմադրողականության ու եթե կարող է, ասենք, անորակ ապրանք վաճառելով, էժան ապրանք վաճառելով հսկայական կապիտալ կուտակել, ապա ինչ չպետք է անի բիզնեսը դա։ Դրա համար կա պետություն, կա պետական ստրուկտուրաներ, որոնք չպետք է թողնեն, իսկ պետությունը որպեսզի չթողնի, պետք է ունենա գործիքներ։ Այդ գործիքներից կարևորագույնը մեր ասած լաբորատորիան է, որը պետք է պետությունը ունենա ժամանակակից։ Հնարավոր է հին ստանդարտներով աշխատող լաբորատորիաներ, ըստ ունեն, բայց մեզ պետք է նոր ժամանակակից լաբորատորիա, որպեսզի նորմալ որակ ապահովենք, հասկանում եք, հիմա ճանապարհների հոսքը մեծացել է, իմիջիալից եղանակն էլ է ուժեղ փոխվել, ամառը ավելի շոկ է, եւ ասենք այդ պահանջներին բավարարող ճանապարհ սարքելու համար պետք է ժամանակակից լաբորատորիա ունենալ։ Դրա համար մենք դիմել ենք, որ բերեք նորմալ լաբորատորիան, այդ հարցը հանենք։ Վերջին հաշվով ճանապարհաշինարարն էլ ձեռնտու չի։ Վարչապետին, դրա դիմել եմ վարչապետի Պատասխան ստացել եք։ Ցավոք չէ, մի ամիս համար եկա։ Հույս ունենք կստանանք։ Վարչապետին դիմել եմ, որ ինքը կարգավորի այդ հարցը։ Նույն ձևի վարչապետին դիմել եմ նաև ռազմական թեմայով, ամսից ավել է, չեմ անհասկանալի է, սովորաբար պատասխանում է, չի պատասխանում, ինձ համար անհասկանալի է։ Բանակը թողնում ենք առանց նորմալ։ Եկեք վերջում հաղորդման փորձենք ամփոփել իրար հետ Հայաստանի այսպես գիտատեխնիկական, արդյունաբերական հնարավորությունները լավ կազմակերպելու պարագայում ինչի կարելի է հասնել, ինչ կարելի է ունենալ։ Ռազմաարդյունաբերության բնագավառում նորից կրկնեմ, պետք է պետություն ունենա հստակ ծրագիր։ Ծրագիրը նշանակում է, եթե գրել եք պետք է հրթիռ արտադրվի, նշվի այս բանի հեռահարության եւ այդ հրթիռի արտադրության համար մեր մոտ ինչ է պակաս եւ այդ պակաս կոմպոնենտները ովքեր պետք է արտադրեն, այսինքն ամբողջական լինի։ Պատկերացնում եք, պետք է ամբողջական լինի, թե չէ հրթիռ ասում են արտադրել, մեկ կորպուս սարքումա, մյուս սարքումա, կառավարում սարքումա, անի վառելիքը մի տեղից ճարում, հետո բազմա տեղում չունենք, այսինքն ամբողջական պետք է լինի, նույնը ճանապարհաշինարարությունը պետք է լինի սկզբից մինչև վերջ կարգավորված։ Սկսում ես այս կետից, բոլոր այս ձևով գնում ես եւ ասենք լաբորատորիայում արդեն գիտես, որ քո պատրաստած ճանապարհը քանի տարի է դիմանալու։ Պետք է լաբորատորիան ասի, որ այս ձևով սարքի այդ ճանապարհը կդիմանա։ Այսինքն բոլոր հումքերը պետք է ստուգվեն, ամեն ինչը արվի, ուրիշ ձև չկա։ Մենք ասենք մեր կողմից կարանք տրամադրենք ասֆալտի մոդիֆիկատոր, որ որակ կբարձրացնի ծանր հատվածներում, որ շուտ չբանանի, այդ էլ մեր կողմից կանենք եւ անձնակազմ սովորացնենք։ Շնորհակալություն պարոն Վարդանյան, շնորհակալություն հետաքրքիր զրույցի համար։ Սիրելի բարեկամներ, սրանով մեր հաղորդումը ավարտվում է, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք քիմիական գիտությունների տեխնացու Հայաստանի ռազմաարդյունաբերական ձեռնարկություններից մեկի ղեկավար Աղասի Վարդանյանի հետ։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք եւ մինչեւ նոր հանդիպում։